Բայց այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական վարորդը։ Իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Չեմ կարող ես այլ կերպ լինել։ Չեմ կարող։ Սրանք լրիվ գժվել են։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս։ Ինչքան գնացիր։ Քանի հոգի ճամփին ինչ կլինի, էական չի։ Որտեղ միջին վիճակագրական շինարարը այնպեսին է, ինչպես միջին վիճակագրական վարորդը եւ միջին վիճակագրական պաշտոնյա եւ միջին վիճակագրական վարչապետը։ Եթե կարելի է վարորդ լինել չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել։ Ինչի։ Բա պետությունը ժողովուրդը մի օրգանիզմ է։ Որովհետեւ մենք մեքենա քշել չգիտենք, ժողովուրդ ջան, որովհետեւ մենք վարորդական իրավունք ստացել ենք նենց, ոնց որ ստացել ենք։ Ի վերջո մենք մեզ հայելու մեջ նայելու ենք, թե ես ասելու եմ, ես ամենալավն եմ, մնացածը վատն են, մնացածն էլ ասելու են, մենք ամենալավն ենք, բանը վարչապետը վատն է։ Երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչ էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա։ Լավ ստեղծագործություն կա, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։